Մոտ 50,000 հայ է ապրում Իրանում, ուր 3 գիշերվանից Իսրայելը ավիացիոն հրթիռային հարվածներ է հասցնում։ Իրանի խորհրդարանի հայազգի падգամավոր Արաշ Ավերդյանի խոսքով հայազգի զոհերի ու վիրավորների մասին տվյալներ չկան ժամը 15-ի դրությամբ։ Ծնունդով իրանահայ Ջոնսոն Աղաբաբյանն ասում է, որ չի կարելի առանձնացնել իրանահայեր եւ իրանցիներ։ Սա համընդհանուր խնդիր է եւ երբ ընդհանուր շահերն են վնասվում, հայերը պարսիկ եղբայրների կողքին են։ Իրանի հայկական համայնքն էլ խոստիվ դատապարտում է այս քայլերը, այս գործողությունները, որով վնասում է Իրանի ընդհանրական շահերին եւ ինչ-որ մեծ ճզսպածության պարագային հավելյալ կարելի ասել մեծ վնասներ կարելի է բերել հետագայում։ Ասում է, Իրանը մեծ պետություն է, շատ քաղաքներ ունի, ու մի քաղաքի մեջ մի օբյեկտի վնասը կարող է ոչ միայն չզգացվել, չլսվել, այլև նշանակություն չունենալ։ Հայ ժողովուրդը մշտական, ինչպես բազմադար էր, Իրանի ժողովրդի կողքի հետ միասնական շահերի ճատակողն է եւ ինչպես 8 տարվա Իրան-Իրաք պատերազմի մեջ նաեւ նոր մարտահրավերներին լինելու է իր քաղաքացիական առաքելության ենթակա եւ պաշտպանելու իրանական շահերը, սա առանցի որևէ բացատրության է։ Մենք նաև կապ հաստատեցինք Թեհրանի համալսարանում հայագիտական ամբիոնի վարիչ մեր հայրենակից Անդրանիկ Սիմոնիի հետ։ Իր հանգստյան օրը Իրանի մայրաքաղաքի տանն է անցկացնում։ Տրամադրությունները ես դեռ չգիտեմ, որովհետև գիտեք ինչ, 3 գիշեր ժամը 3:30 լուսաբացի 3:30 առաջին պայթյունը լսվեց, մենք արդյուն էինք, նստած էինք։ Հետո ավելի արդեն մնացում չէ ժամը 7 պատկերացրեք, որ շարունակվում էր պայթյունների ձայնը բան, մոտակայքում պայթյուններ եղել, նույնիսկ վառոդի հոտ, բանի հոտ, այսպես հոտ կար մեր այս տարածքում եւ մեր տանը այդ հոտը ընկալվում էր, զգացվում էր։ Իսրայելը օրվա տարբեր ժամերի շարունակում է հարվածներ հասցնել, վերջին տվյալով 300-ից ավելի խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Այդպես չեն անում, այն ժամանակ, երբ որ Իրանը բանակցությունների մեջ է գտնվում։ Պիտի սպասես, տեսնես արդյունքը ինչ է լինում։ Այդ արդյունքից աչք շահում է Իսրայելը ինքը, թե վնասվում է։ Գիտես, Իրանը փոքր երկիր չի, դու կարող ես միանգամից հարվածել, կարող ես նաև իսկապես վնասել, կարող ես դա անել։ Բայց գիտես ինչ, 80 միլիոնից երկիրը ամեն վայրկյան կարող է վերարտադրել, վերականգնել իր հնարավորությունները։ Դրանք լինեն ղեկավարություն, լինեն բանակ, լինեն ռազմական, տնտեսական, ցանկացած կարգի հնարավորություններ։ Դրանց վերականգնելը այդքան էլ բարդ բան չի, ես կարծում եմ։ Մեր տեսազանգից հետո հայտնի դարձավ Թեհրանի վրա հերթական ավիահարվածի մասին։ Հայ համայնքից զոհերի վերաբերյալ դեռևս տեղեկություններ չկան։ Սիմոն Հովանիսյան, Մկրտիչ Խաչատրյան, Reopen Media։